Հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախի պաշտպանության բանակից հայտնում են հակառակորդի կրակոցի հետևանքով 1 վիրավորի մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակել են Գեղարքունիքի մարզի վերին շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը ռազմական սադրանքի էր դիմել նաեւ այս ամսվա սկզբին Սոտքի ուղղությամբ։ Սեպտեմբերի 1-ին հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր։ Ուղիղ 1 տարի առաջ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական կողմը հարձակում էր սկսել Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տեսակի զենքերից թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը։ Հարվածի տակ էին Ջերմուկ քաղաքը, Ներքին Հանդը, Վերին Շորժան, Սոտքը, Վարդենիսը եւ Արտանիշ բնակավայրերը։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ամենախոշոր սադրանքը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ, վնասվեց 192 բնակելի տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ։ Սյունիքի մարզի Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում նշեց, մարտական գործողություններից 1 տարի անց ոչինչ չի փոխվել։ Թշնամական կողմը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները։ Ներքին Հանդի 250 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ մնում են Ադրբեջանի զինուժի լիակատար վերահսկողության տակ։ Նույնը ինչ որ կար գործողությունից հետո ինչ որ կա, հենց էլ մնացել է։ Փողերը վերցերին, ջուրը գտրին, մոտիկ են, շատ մոտ են։ Պոստ կա 250 մետր, պոստ կա պոստից պոստ 300 մետր, պոստ կա 500 մետր, նայած որտեղից ես նայում։ Ներքին Հանդի այս հողատարածքներից զատ ադրբեջանական կողմը 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, 2023 թվականի ապրիլին ըստ գլխավոր շտաբի տվյալների օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներից 150 քառակուսի կիլոմետր։ Ինչպես է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատկերացնում հայկական տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, մինչև հիմա որևէ հստակություն չկա։ Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմից հետո խոսում է խաղաղության դարաշրջան բացելու անհրաժեշտությունից, չի հստակեցնում հակառակորդի զինուժը դուրս է բերվելու ենթադրյալ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ թե հետո։ Հանրային գործիչ Արփիտ Հոբչյանը 2 տարի առաջ օկուպացված տարածքների ազատագրումը պատկերացնում է ռազմական գործողությունների ճանապարհով։ Նախ պիտի հրաժարվի այդ կեղծ խաղաղության օրակարգից, ինչու կեղծ, որովհետև իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ պատրաստվում ես պատերազմի։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կուտակի բավարար ուժային կարողություններ, որպեսզի սահմանին նոր սրացումներ չլինեն, սակայն նա իրատեսական չի համարում պատերազմի միջոցով օկուպացված տարածքների ազատագրումը։ Ոչ թե էմոցիաներով առաջնորդվել, այլ առաջնորդվել ուժային բալանսի, յուրաքանչյուր կողմի ունեցած տեխնիկական միջոցների, մոբիլիզացիոն կարողությունների, դաշնակցային կարողությունների ներուժը համատել դրանք, հաշվարկել, փորձ որպես ունենալ 20 թվականի ռազմագործողությունը, 20 թվականի պատերազմը, երկրորդ Արցախյան պատերազմը եւ կշատացված որոշումների մասին խոսել։ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույցներ էր ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Վրաստանի առաջնորդների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Արեգ Քոչինյանի կարծիքով այսպես Հայաստանի վարչապետը փորձում է կանխել ռազմական բախումները։ Ըստ նրա ճգնաժամի վաղ փուլը հաղթահարվել է նկատի ունենալով սեպտեմբերի 1-ին Սոտքի ուղղությամբ գործողությունները, բայց սա չի նշանակում, որ պետք է բացառել նոր սրացումները։ Ես ելքը տեսնում եմ նրանում, որ Հայաստանը կարողանա բավականաչափ դիմադրող ունակություն ձևավորել, որպեսզի նոր օկուպացված տարածքներ Հայաստանին չլինեն։ Դեռ ես կարծում եմ, այս խնդիրը պետք է կարողանանք լուծել։ Արփիտ Հոբչյանի պնդմամբ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, Հայաստանը չի կարողանալու հզորանալ Ադրբեջանի դեմ պայքարելու համար։ Պատերազմի վերահսկման վտանգ կա, եւ այդ վտանգը առավել քան առարկայական է, ու այդ վտանգի առարկայական լինելու թիվ 1 պատճառը հայ իշխանությունների որդեգրած զիջումներին տրվելու քաղաքականությունն է, որովհետև եթե թշնամին դիմադրության չի հանդիպում, ինքը շատ պարզ տեսնում է, որ ուժի կիրառման սպառնալիքով անգամ ուժի կիրառելու կարիք չունի։ Ուժի կիրառման սպառնալիքով կարող է շատ ավելի ստանալ։ Վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկայի եւ մարդկային ուժի կուտակումներ են արձանագրվել թե Հայաստանի սահմանին, թե Արցախի հետ շփման գծում։ Չնայած դրան ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի բռնկման հավանականությունը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի, մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ասել է իրանցի գեներալը։
Որոնք են հղի կնոջ աշխատանքային իրավունքներն ու արտոնությունները։ Աշխատող կինը գործատուին ներկայացնում է տեղեկանք հղիության մասին։ Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող կնոջն ազատել աշխատանքից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը գումարած 1 ամիս։ Հղի կնոջ և մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում հղի կինը կարող է բժշկական հետազոտություն անցնել աշխատանքի ժամին։ Արգելվում է հղի կնոջը պարտադրել մեկնել գործուղման, իրականացնել արտաժամյա աշխատանք, հերթապահություն, ներգրավել օրենսդրորեն սահմանված ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում։ Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն պարտավոր է կնոջը նրա համաձայնությամբ փոխադրել այլ աշխատանքի կամ տրամադրել լրացուցիչ վճարովի արձակուրդ։ Աշխատող կանանց տրամադրվում է 140 օր արձակուրդ, որից 70-ը հղիության և 70-ը ծննդաբերության։ Բարդ ծննդաբերության դեպքում հատկացվում է 155 օր արձակուրդ, որից 70-ը հղիության և 85-ը ծննդաբերության։ Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր արձակուրդ, որից 70 օրը հղիության, 110 օրը ծննդաբերության։ Նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին, երեխայի կենսաբանական մորը տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև 70 օրական դառնալը։ 2 և ավելի երեխայի դեպքում արձակուրդը տրամադրվում է մինչև նորածինների 110 օրական դառնալը։ Երեխայի ծննդից հետո 30 օրվա ընթացքում երեխայի հայրը ևս կարող է հնգօրյա վճարովի արձակուրդ վերցնել։